Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում մասնակցել է Սուրբ Երրորդություն եկեղեցու վերահսկմանը, ինչ մթնոլորտ էր այնտեղ եւ ովքեր էին մասնակցում արարողությանը։ Բաքվից նոր հայտարարություններ են հնչում հայկական եկեղեցիների վերաբերյալ, ինչ է ասել Հիկմեթ Հաջիևը։ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց նոր կադրեր են տարածվել, ինչ փոփոխություններ են արձանագրվել։ Ռուսաստանի մաքսային փոփոխությունները ազդել են հայկական բիզնեսի վրա, ինչ ռիսկեր են առաջացել։ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են լարված երկխոսությունը, ինչ փուլում են բանակցությունները։ Նիկոլ Փաշինյանը այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղում էր։ Նա մասնակցել է Սուրբ Երրորդություն եկեղեցու ոցման արարողությանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի, նախկինում ընդդիմադիր այժմ անկախ падգամավոր Գեգամ Նազարյանի ուղեկցությամբ։ Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին 19-րդ դարում է կառուցվել։ Սուրբ Երրորդությունը ոցում էր Հայկազուն Սրբազանը։ Ի դեպ Հայկազուն Սրբազանի նկատմամբ մեղադրանք կա առաջադրված Մասյացյոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու հիմքով։ Ոցման արարողությունից հետո Փաշինյանը ներկայացրել է եկեղեցու կառուցման ընթացքի մանրամասները։ 2023 թվականին կառավարության որոշմամբ միջոցներ հատկացվեցին 64 միլիոն դրամ եկեղեցին վերականգնելու համար եւ այսօր տեղի ունեցավ եկեղեցու օծումը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից ընդամենը 30-40 մետր հեռավորության վրա եւ Կիրանցի բնականաբար սահմանազատված հատվածում եւ սա շատ խորհրդանշական եւ կարեւոր քայլ է։ Հիշեցնեմ 2024 թվականի սահմանազատումից հետո հայ-ադրբեջանական սահմանը հասել է Կիրանցի կենտրոն։ Գյուղը ներառվել է սահմանամերձ բնակավայրերի ցանկում, որտեղ մուտքը հնարավոր է միայն հատուկ թույլտվությամբ։ Մինչ Կիրանցում վերաօծվում է եկեղեցին, Բաքվից հնչում են նոր հայտարարություններ մշակութային ժառանգության վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիկմեթ Հաջիևը հայտարարել է, որ Արցախում հայկական եկեղեցիների քանդումը բխում է երկրի օրենսդրությունից, չբացառելով նման դեպքերի շարունակությունը։ Ադրբեջանը այդ տարածքներում իրականացնում է լայնածավալ վերականգնողական եւ շինարարական աշխատանքներ, եւ այդ շրջանակներում քայլեր են ձեռնարկվում օկուպացիայի ընթացքում անօրինական կերպով կառուցված որոշակի կառույցների վերաբերյալ։ Այս տարածքների քաղաքաշինության սկզբունքների եւ Ժնևի կոնվենցիաների համաձայն օկուպացիայի ընթացքում օկուպացիոն ուժի կողմից իրականացված շինարարական նախագծերը, որոնք խախտում են երկրի սեփականության իրավունքը եւ ինքնիշխանությունը, համարվում են անօրինական։ Նման նախագծերի քանդումը եւ դրանք քաղաքաշինության ընդհանուր պլաններին համապատասխանեցնելը անհրաժեշտ պայման է։ Մեր երկիրը քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Եվ կարծես Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը արդարացնելու համար Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը պատվիրակություններ է տարել Շուշի եւ տեսանյութ հրապարակել Ղազանչեցոց եկեղեցուց, թեև այդ եկեղեցու տեսքը էլ առաջվանը չէ։ 2021 թվականին ապամոնտաժել են գմբեթները, հանել խաչերը։ Firm decision of His Excellency Mr. President Ilham Aliyev that Արցախյան առաջին պատերազմից հետո ադրբեջանական որևէ մզկիթ չի վնասվել Արցախում։ Մեծ քաղաքականություն փոդքասթի 7-րդ էպիզոդում հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես արձագանքելով իշխանական պնդումներին, թե այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը, ժամանակին արել է Հայաստանը։ Շուշին ազատագրելուց հետո անմիջապես առաջի հատկապես ամիսը մսկիտում պոստ էինք դրել,
որ հանկարծ մեկը ինչ որ կարող է ինչ որ բարեկամա կորցրել, կարող է ինչ որ հարազատ կորցրել ռազմական գործողությունների ժամանակ, որ հանկարծ ինչ որ բան չի անի։ Ու ընդհանրապես պարզվեց, որ կարիք չկար, որովհետև նման նպատակ ոչ ոք չուներ։ Երբեք որևէ մշակութային արժեք այն ժամանակ Ղարաբաղում չի վնասվել ընդհանրապես։ Մեկ սա ակնհայտ է եւ այդ մեղքը վերցնել մեր վրա, դե մենք էլ ենք արել, հիմա դրա համար էլ իրենք են անում, մենք էլ լռենք, միգուցե իրենք էլ լռեն, ուղղակի անընդունելի կեցվածք։ Եվ ամենից սարսափելին այն հայտարարությունն է, որ իրենց տարածքն ինչ ուզում անում են։ Հիմա եթե դու գնում ես Եվրոմիություն, ինչ որ հայտարարել ես համամարտկային արժեքների մասին, ուղղակի ՄԱԿ-ի ընդունված փաստաթղթերի, եթե ծանոթ լինես, եթե դու տգետ չես եւ տհաճ չես, ծանոթ լինես, դու կհասկանաս, որ սա վանդալիզմ է համարվում եւ հանցագործ համարվում։ Հատկանշական է, որ պաշտոնական Բաքվի եւ պաշտոնական Երևանի խոսույթը համընկնում է։ Հայաստանի իշխանության մեկնաբանություններում հաճախ հնչում է նույն շեշտադրումը, որ Ադրբեջանը գործում է իր ինքնիշխան տարածքում եւ կարող է անել այն, ինչ ուզում է։ Ինչու է մշակութային ժառանգության եւ սահմանային թեմաների շուրջ խոսույթը դարձել քաղաքական քննարկման կենտրոն, Սեդա Գյուրեղյանի ռեպորտաժում։ Մենք վերակառուցում էինք նրանց մզկիթները, նրանք քանդում են մեր եկեղեցիները։ Արծվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Խաղաղության ճանապարհով գնացող իշխանությունը պարզվում է դիմում է Ադրբեջանին ու Բաքվից հնչող պատասխանները լավ գիտի։ Ասացինք ինչու է քանդում մեր ժառանգությունը։ Հետո պատասխանում են։ Պատասխանում են, ասում են լավ ենք անում։ Դե կներեք։ Ինչ։ Դա չեղավ խաղաղություն։ Չէ, դա եղավ խաղաղություն։ Փորձագիտական հանրությունը խիստ մտահոգություն է հայտնում։ Իշխող ուժի կողմից հնչող այս խոսույթով Ադրբեջանին փաստացի լեգիտիմություն է տրվում, ոչնչացնելու հայկական մշակութային արժեքները։ Այսպիսով Նիկոլ Փաշինյանը վառում է կանաչ լույս Իլհամ Ալիևի առաջ քանդել ամեն ինչ կկամենա։ Մեծ հաշվով սա ցավոք սրտի նորություն չէ, այսինքն պաշտոնական Երևանը նոր չէ, որ հրաժարվել է Արցախում հայկական հետքի որևէ նմուշ պաշտպանելուց։ Եվ այս իմաստով քննարկել Երևանի մոտեցումը Ստեփանակերտի մայր տաճարի վերաբերյալ, դրա ավիրման, դրա հանդեպ ադրբեջանական պետական վանդալիզմի վերաբերյալ, ես կարծում եմ նույնիսկ ավելորդ։ Արցվաշենի հիշատակումը պատահական չեն համարում զրուցակիցներս։ Արցվաշենի վերադարձի մասին խոսելը, այն էլ Աղվերանում սահմանազատման շուրջ քննարկումից մեկ օր անց ակնհայտ ակնարկ է, որի մասին շատ անկեղծ գրում են նաև ադրբեջանական լրատվամիջոցները։ Որոնց թվում էր նաև քննարկումները կապված Հայաստանն, եթե չեմ սխալվում, գյուղերի հետ։ Այդ մարդը եկել է Հայաստանից նոր գյուղեր ստանալ, եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցվաշենի մասին, ինքը պարզապես փորձում է հասարակությանը կրկին էլես մանիպուլյացիաների ձևով համոզել, որ դե տեսեք, էսի հանձնում ենք, բայց փոխարենը գյուղենց է, բայց այս գյուղերը հանձնում ենք, բայց փոխարենը մենք Արցվաշեն ենք։ Էս էր։ Այս ֆոնին Արցվաշենի մասին խոսելը դիտարկվում է ոչ թե մեկուսացված հայտարարություն, այլ ավելի լայն գործընթացի մաս, կապված սահմանների վերաձևման եւ տարածքային քննարկումների հետ։ Միևնույն ժամանակ փորձագետները ուշադրություն են հրավիրում նաև մեկ այլ վտանգի վրա։ Նման ձևակերպումները կարող են օգտագործվել նաև միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից։ Մաթևոսյանը հիշում է, ինչպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակ Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի համար մեջբերեց Նիկոլ Փաշինյանին։ Ասես դեր վարչապետն ասում, որ Արցախում այդ ինքնազոհում տեղի չունեցել, հիմա վաղը մյուս օր ինքը կարող է նաև ասել հետևյալը, հենա տեսեք դեր վարչապետն ասում այն մասին, որ դուք ունակեք մոսկիտներ ոչնչացնել։ Կրկին ասեմ, դեն ինչի վրա ադրբեջանցիները միլիարդավոր դոլարներ էին ծախսում, Նիկոլ Փաշինյանը հիմա անվճար է։
Անվճար թե վճարովի իշխանափոխությունից հետո քաղաքական հերձումը ցույց կտա, ասում է Մաթևոսյանը։ Այսպիսով Արցվաշենի շուրջ Փաշինյանի առաջ քաշած այս խոսույթը դուրս է գալիս մեկ կոնկրետ օրինակի շրջանակից եւ դառնում ավելի լայն քաղաքական ու տեղեկատվական գործընթացի մաս, իր հնարավոր հետևանքներով, թե քաղաքական, թե մշակութային դաշտում։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ այսօր Երևան են ժամանելու եվրոպական տասնյակ երկրների առաջնորդներ մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Ինչ է իրենից ներկայացնում այս ձևաչափը, ովքեր են մասնակցում եւ ինչ սպասելիքներ ունեն Երևանից, ռեպորտաժում։ Հաշված ժամերից Երևանը հյուրընկալելու է եվրոպական քաղաքական համայնքին։ Ինչ գագաթնաժողով է, ովքեր են գալու, ինչ հարցեր են քննարկում նման հավաքներին եւ ինչ ուղերձներ փոխանցում։ Գագաթնաժողովը խորհրդանշական կարևորություն ունի Հայաստանի եւ Արցախի համար։ 2022-ի հոկտեմբերին Պրահայում գումարված առաջին գագաթնաժողովի ժամանակ էր, որ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Քառակողմ Փաշինյան, Ալիև, Մակրոն, Միշել հանդիպմանը որոշվեց Արցախի ճակատագիրը։ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումից 2 ամիս անց սկսվեց շրջափակումը։ Գագաթնաժողովի հիմնական նպատակներից է անվտանգային հարցերի քննարկումը, եվրոպական երկրների միջև քաղաքական համագործակցությանը նպաստող քայլերը, էներգետիկայի, միգրացիային վերաբերող հարցերի քննարկումը։ Նաև հարթակ են ստեղծում այն երկրների համար, որոնք Եվրամիության անդամ չեն։ Գագաթնաժողովները սովորաբար անցկացվում են տարին 2 անգամ, գարնանը ոչ ԵՄ անդամ, աշնանը ԵՄ անդամ երկրներում։ Առաջին գագաթնաժողովին Պրահայում հավաքվել էր շուրջ 44 երկրի առաջնորդ։ Երկրորդը Մոլդովայի Բուլբոակայում էր, խորհրդարանական ընտրությունից 4 ամիս առաջ։ Եվրոպական քաղաքական համայնքը 7 անգամ է հավաքվել տարբեր երկրներում՝ Իսպանիայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում, Ալբանիայում, վերջինը Դանիայի Կոպենհագենում էր։ Գագաթնաժողովների մշտական մասնակից էր Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ինչ է տալու 8-րդ գագաթնաժողովը Հայաստանին։ Ես չգիտեմ, թե ինչ կտա Հայաստանին, բայց ինչ կտա իշխող էլիտային, դա հասկանալի է։ Սա ինչ-որ իրադարձություն է նախընտրական համատեքստում Հայաստանում։ Եվրոպա կամ եվրոպական բառը այստեղ նշանակում է լավ։ Եվրոպական որակ, եվրոպական ավտոմեքենա, եվրոպական կենսամակարդակ, եվրոպական ժողովրդավարություն։ Այս ամենը ընկալվում է որպես լավ բան։ Հատկապես 2020 եւ 2023 թվականներից հետո, երբ փլուզվեց այն մտավոր կառուցվածքը, որը կար Հայաստանում, այն, որ Ռուսաստանը ապահովում է մեր անվտանգությունը, Եվրոպան ինչ-որ հսկայական իմաստ ստացավ։ Սա չի նշանակում, որ ինչ-որ բաներից մեկը ճիշտ է, մյուսը սխալ։ Խոսքը դրա մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ կա այսպիսի սոցիալական կոնստրուկտ, եւ քաղաքական ուժերը չեն կարող չօգտվել դրանից։ Նրանք օգտագործում են այն, եւ սա կաշխատի ընտրությունների վրա ներկայիս իշխանության համար, որը կպնդի, որ եվրոպականացումը մեր ճանապարհն է։ Եվրամիության առաջնորդների, այդ թվում Էմանուել Մակրոնի, Շարլ Միշելի եւ Ժոզեփ Բորելի գնահատականներով եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները ոչ ֆորմալ քաղաքական երկխոսության հարթակ են, որտեղ կարևոր քննարկումները հաճախ ընթանում են նաեւ երկկողմ ձևաչափերում։ Գագաթնաժողովի շրջանակում սովորաբար պարտադիր իրավական պայմանագրեր չեն ստորագրվում։ Այս գագաթնաժողովը բարձր են գնահատում Հայաստանի արտգործնախարարությունը, կառավարությունը։ Բոլոր անդամներին սպասում եմ, այո, ներառյալ Ուկրաինայի նախագահի։ Արման Աբովյանի խոսքով Եվրոպայի քաղաքական համայնքին Երևանում հավաքելը մեկ հիմնական ուղերձ ունի։ Նրանք այդպիսով աջակցում են վարչապետ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններին։ Գոյություն չունի իրականում ոչ մի եվրոպական ստանդարտ, գոյություն ունի Եվրոպայի հետաքրքրությունները եւ Եվրոպան խորապես թքած ունի թե Հայաստանի, թե մեր վրա։ Եվրոպան թքած չունի, օրինակ, որ գազը մատակարարվի Ադրբեջանից Զանգեզուրի միջանցքով, այլ կերպ ասած թրիփով դեպի Եվրոպա։ Այդ դրա վրա ինքը թքած չունի։ Եվրոպան օրինակ թքած ունի այն կտանքներին, որոնց ենթարկվում էին 9 ամիս շարունակ արցախցիներ, որ սովամահ էին անում, մի հատ սանկցիա թեթև մտցրեցին Ադրբեջանի դեմ։ Երևանում գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Թուրքիան, ի տարբերություն Ուկրաինայի, գագաթնաժողովների մշտական մասնակից չէ։ Նրանք մասնակցում են ընտրովի, կախված քաղաքական իրավիճակից եւ օրակարգից։ Հաշված ժամեր անց Եվրոպան հավաքվելու է Երևանում, թե ինչ օրակարգով են գալու, ինչ հարցեր են քննարկելու, դեռ պարզ չէ։ Մեզ դեռ հայտնի չէ նաև մենք կարողանալու ենք ազատորեն լուսաբանել հանդիպումներն ու արարողությունները, թե ոչ։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Երեք Վալբերիսն ու Օզոնը զգուշացրել են, որ Ռուսաստանում մաքսային կանոնների փոփոխությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծել Հայաստանի հատկապես փոքր ու միջին արտադրողների համար։ Արդյունքում այն ուղիները, որոնք տարիներ շարունակ ապահովում էին արտահանումը, այսօր սահմանափակվել են։ Ինչ է իրականում փոխվել շուկայում եւ ինչ ռիսկեր են առաջացել, ռեպորտաժում։ Հայկական արտադրանքը կորցնում է ամենահասանելի արտահանման ուղիներից մեկը։ Վայլդբերիսն ու Օզոնը դադարեցնում են հայկական ապրանքների վաճառքը։ Տարիներ շարունակ այս հարթակները փոքր եւ միջին բիզնեսի համար դարձել էին արտաքին շուկա դուրս գալու հեշտ ու հասանելի ճանապարհ։ Առանց մեծ ներդրումների, առանց բարդ լոգիստիկայի, հայ արտադրողները կարողանում են իրենց ապրանքը վաճառել ԵԱՏՄ երկրներում։ Շատ կուզեինք պարզաբանում, որովհետև հիմնականում փոքր բիզնեսներ են, մարդիկ, ովքեր, այսպես ասած, ամսական աշխատավարձով ապրող մարդիկ, ովքեր հույսները դրել էին միայն Վալբերիսի վրա, ես կոնկրետ իմ անունից չեմ խոսում, ես որպես բիզնեսմեն խոսում եմ մյուս բիզնեսների տեսանկյունից, թե ինչ խնդրի առաջ են կանգնել, այդ մարդիկ անհանգիստ ուզում են հասկանալ ինչ է լինելու, որովհետև պատրաստ չեն, եթե օրինակ պատրաստ լինեին, իրենք ուրիշ վաճառքի ուղի կփնտրեին։ Հարվածը հատկապես գալու են փոքր արտադրողները, ձեռագործ ապրանքներից մինչև հագուստ եւ կոսմետիկա արտադրողներ։ Ստեղծված իրավիճակում բիզնեսները սպասում են նաև պետական արձագանքի։ Պաշտոնական պարզաբանումներ գրեթե չկան, իսկ վաճառողները անորոշության մեջ են, փաստի առաջ են կանգնել։ Վայլդբերիսի ռուսաստանյան գրասենյակն է արձագանքել ու հայտարարությամբ հանդես եկել։ Կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին մասնակցել են ավելի քան 50 ձեռնարկատերեր։ Ընկերության ներկայացուցիչները գործընկերների հետ քննարկել են առաջացող հարցերը, լսել հետադարձ առաջարկությունները եւ շարունակում են համատեղ մշակել հնարավոր լուծումները։ Նաև նշենք, որ ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում փոփոխվել են մաքսային ձևակերպման կանոնները։ Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր, անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։ Ըստ պաշտոնական հայտարարության, խնդիրներ են առաջացել փաստաթղթերում, ընկերությունը պահանջել է լրացուցիչ փաստաթղթեր, անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։ Բոլոր այն դեպքերում, երբ հայկական ընկերությունը Վալբերիսում կամ Օզոնում վաճառում է ՖԲՕ տարբերակով Ռուսաստանից, այսինքն ապրանքը պահեստավորված է Վալբերիսի եւ Օզոնի ռուսաստանյան պահեստներից, առնվազն այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա։ Բոլոր այն դեպքերում, երբ ապրանքը գտնվում է Հայաստանում եւ վաճառքը տեղի է ունենում Հայաստանի ներսում, կրկին այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ ապրանքը պահեստավորված է Հայաստանում եւ վաճառքը տեղի է ունենում դեպի Ռուսաստան, այս մասով կիրառվել է սահմանափակում։ Ընկերությունը նշել է, որ բոլոր հարցերը քննարկվում են սահմանված կարգով համապատասխան կողմերի մասնակցությամբ։ Ընկերությունը հույս ունի իրավիճակի փուլային կարգավորման վրա եւ կտեղեկացնի էական փոփոխությունների մասին դրանց առաջացմանը զուգընթաց։ Շատ տարօրինակ է իրականում, որովհետև ոչ մի զգուշացում չի եղել, մեզ տեղյակ չեն պահել, որ ինչ որ խնդիր կար առաջանա, որ մենք պատրաստ լինենք։ Փաստաթղթերի հետ կապված, որ գրել եք, որ խնդիրներ են առաջացել, ինչ որ բարձրաբանում որպես տալիս է ընկերությունը, ասեմ, որ բացարձակապես նման խնդիր չկա։ Կոնկրետ ես իմ անունից խոսեմ, իմ ապրանքների համար, որոնք դեռևս տեղ չեն հասել, ոչ մի փաստաթուղթ չի պահանջվել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է այսօրվա տոնակատարությունների ժամանակ անդրադարձել խնդրին, ասել է անլուծելի խնդիրներ չկան։ Ես հետ նոր տեսա, որ նման բան կա մամուլում, չեմ կարող այս պահին մեկնաբանել, որովհետև տեղյակ չեմ, բայց արդեն իսկ մինչև հաստատությունի գալը տվեցի հանրահայրականներ համապատասխան տեղեկատվության ամբողջ խորությունը ճշգրտել, այսինքն որ ընկերություններն են, ինչի համար, ինչ ժամկետով։ Մայրաքաղաքի կենտրոնում հարցազրույցից հետո նախարարը նոր մեղավոր գտավ։ Ըստ Պապոյանի, ընդդիմությունն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար։ Հայաստանի ու հայ արտադրողի վրա օտար երկրում սուտ մատնություն գրողները Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունեն, գրել է Պապոյանը։ Սեդա Մակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Ստեղծված վիճակին արձագանքել է նաև Օզոնի հայաստանյան գրասենյակը։ Ներկայացուցչության ղեկավար Հայկ Կարապետյանի խոսքով խնդրի հիմքում մաքսային նոր պահանջներն են, որոնք փոխել են ապրանքների ներմուծման ընթացակարգերը և ժամանակավոր դժվարություններ առաջացրել։ Առաքման ուշացումների պատճառով պատվերների չեղարկումներից խուսափելու նպատակով մենք ժամանակավորապես սահմանափակել ենք այդ ապրանքների տեսանելիությունը Ռուսաստանի Դաշնության հաճախորդների համար։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Օզոնի պահեստներում գտնվող հայ ձեռնարկատերերի բոլոր ապրանքները շարունակում են վաճառվել առանց սահմանափակումների։ Հայաստանի ներսում նույնպես վաճառքը շարունակվում է ամբողջ ծավալով։ Հաճախորդները տեսնում են բոլոր ապրանքները և, ինչպես միշտ, կարող են պատվիրել ցանկացած ապրանք տեղական վաճառողներից։ Մենք արդեն աշխատում ենք մատակարարման շղթաների վերականգնման ուղղությամբ և նախատեսում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել ժամանակավորապես անհասանելի ապրանքների հասանելիությունը։ Բայց կառավարությունը կարծես փորձում է շուկան կարգավորել հիմնականում ներմուծման ու հարկային արտոնությունների միջոցով։ Վերջին որոշմամբ նախատեսվում է Հնդկաստանից ներմուծել Գոմեշի մսի խոշոր խմբաքանակ առանց մաքսատուրքի։ Կառավարության որոշմամբ գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերությանը տրամադրվել է շուրջ 270 միլիոն դրամի հարկային արտոնություն։ Ինչու է նման ծավալի աջակցություն տրվել մեկ ընկերության և ինչ ազդեցություն կարող է դա ունենալ շուկայում, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Գոմեշի մսի նոր խմբաքանակ է գալու Հնդկաստանից, շուրջ 315,000 կիլոգրամ, և որ ամենակարևորն է, առանց ներկրվող մսամթերքի համար վճարվող մաքսատուրքի։ Կառավարությունը բավարարել է գործարար Սամվել Ալեքսանյանի խնդրանքը և արտոնություն տվել շուրջ 270 միլիոն դրամ մաքսատուրքից ազատվելու համար, ինչով է պայմանավորված նման խոշոր աջակցությունը։ Առանց տնտեսվարողներին տրվող ցանկացած արտոնություն, դա կոռուպցիայի որոշակի դրսևորում է, իր մեջ կոռուպցիայի բաղադրիչների պարունակում։ Էլ չենք ասում, որ այդ հայտնի անձնավորությունը, որը բոլոր կառավարությունների ժամանակ բոլորի եւ աջակիցն է եղել, եւ հովանավորն է եղել, եւ հովանավորյալն է եղել, առավելապես այս անձնավորության հետ կապված ցանկացած նման արտոնությունները պետք է դիտվեն որպես կոռուպցիոն որոշակի դրսևորում։ Ալեքսանյանի Meat-Food ՍՊ-ն հայտարարել է շուրջ 1.6 միլիարդ դրամի ներդրման մասին ներմուծվող հումքը մսամթերքի արտադրության մեջ օգտագործելու նպատակով։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի դիտարկմամբ հիմնական խնդիրն այն է, որ տվյալ արտոնությունը չի տրվել ոլորտային, այլ ինչ-որ մի ձեռնարկության։ Բացի այդ, ինովացիոն ոչինչ չի պարունակում այս արտադրությունը։ Ավելին, վերջերս իջել է իր դիրքերը շուկայում։ Հիմա ձեռնարկությունը ձեռքի դանակներով մսամթերքի վերամշակման աշխատանքի կատարելու իմաստը որն է, որ դրանց տան, այսպես ասած, արտոնություններ։ Ինչ ինովացիոն, առաջընթաց, ինչ տեխնոլոգիաներ, ինչ ոչինչ չկա այդտեղ։ Ծրագրի շրջանակում ընկերությունն արդեն 135 աշխատատեղ ունի, իսկ մինչև 2027 թվականը նախատեսում է թիվը հասցնել 155-ի, միաժամանակ միջին աշխատավարձը բարձրացնելով 264,000-ից մինչև 315,000 դրամ։ Իսկ արդյոք մենաշնորհ չի ստեղծվում շուկայում պետական մակարդակով որևէ խոշոր ընկերության շահերի բավարարմամբ։ Հրայր Կամենդատյանը կարծում է, որ մրցակից ռուսական և ուկրաինական ընկերությունները չեզոքացնում են մենաշնորհի առաջացման վտանգը։ Ձյունիկ Աղաջանյանն այլ կերպ է մեկնաբանում։ Աննշանակորեն դա մենաշնորհային դիրքեր է ապահովում, հատկապես նաև բացի նրանից, որ ներկրող մսամթերք ներկրող ընկերությունների համար անհավասար մրցակցության պայմաններ է ստեղծում, դա նաև էականորեն հարվածում է տեղի արտադրողներին և մեր տնտեսական բարենային անվտանգության խնդիրները էլ ավելի է խոցելի դարձնում։ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը կարծում է, որ արտոնության տրամադրումը կապ ունի Մուստաֆայևի այցի հետ։ Ըստ նրա, կոպիտ ասած, սա հենց այն կաշառքն է, որը տրվել է Սամվել Ալեքսանյանին Ադրբեջանի հետ տնտեսական գործարքներ իրականացնելու համար։ Իրենք փաստացիորեն փորձում են խրախուսել այդ գործարարներին, մենք դեռ երևի կիմանանք մյուս գործարարի հետ կապված արտոնությունների ձևն ու չափը, իրենք փորձում են ուրեմն խրախուսել այդ գործարարներին, որպեսզի նրանք շարունակեն Ադրբեջանի հետ
եւ Ադրբեջանով ինչ որ գործարքներ կատարել։ Մեր տեսախցիկները ֆիքսել էին, որ Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումից հեռացող մեքենաների թվում էր նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող մեքենան։ Հենց հաջորդ օրը կառավարությունը արտոնություն տրամադրեց Ալեքսանյանին։ Գոմեշի մսի ներկրումը միշտ էլ կապված է եղել բազմաթիվ սկանդալների հետ։ Տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացրեց Տավարի մսի փոխարեն բանակին մատակարարվող Գոմեշի միսը, այն էլ սատկած Գոմեշի։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը նշում է, որ սա բոլորովին էլ անվտանգ ոլորտ չէ։ Հարկական Գոմեշի այդ մսի հետ կապված առասպելներ են պատտվում, որ 50-ական թվականներին նույնիսկ ընդհանրենք բաներ են եղել։ Առանձին այդ պարտիաներ խմբականակներ են եղել, ու կոնկրետ ոճը ձեռնարկություն, բայց Հայաստան ժամանակին այդ կարգի մսամթերք են ներկրվել։ Չմոռանանք, որ մսի ներմուծման ոլորտում Ալեքսանյանի անունը նոր չէ։ Տարիներ շարունակ առաջատար դիրքերում են գտնվել նրա հետ կապվող Alex Greek եւ Samser Group ընկերությունները, որոնք հատկապես հայտնի են Հնդկաստանից Գոմեշի մսի ներմուծմամբ։ Alex Greek ընկերությունը դեռևս 2008-ից 2009 թվականներին շուկայի գլխավոր ներկրողներից ու խոշոր հարկատուներից էր։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել բանակցությունները հատկապես կենտրոնանալով տարածաշրջանային հակամարտությունների դադարեցման վրա։ Սակայն նրա խոսքով հիմնական խոչընդոտը Վաշինգտոնի մոտեցումն է։ ԱՄՆ ներկայացնում է խիստ պահանջներ, բայց չի ձեռնարկում համարժեք քայլեր, հատկապես պատժամիջոցների վերացման հարցում։ Վաշինգտոնը ըստ Թեհրանի շարունակում է անտեսել միջուկային գործարքի վերականգնման օրակարգը։ Թեհրանը միևնույն ժամանակ ակտիվացնում է դիվանագիտական շփումները։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսով զրուցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը քննարկել են ստեղծված վիճակը եւ հնարավոր լուծման ուղիները։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է Անահիտ Սարգսյանը։ Սպիտակ տունը ԱՄՆ կոնգրեսին տեղեկացրել է, որ Իրանի հետ պատերազմը համարում է ավարտված։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 14 զինծառայող է զոհվել ռումբերի վնասազերծման ժամանակ, գրում են իրանական ԶԼՄ-ները։ Դեպքը տեղի է ունեցել Իրանի հյուսիսարևմտյան շրջաններից մեկում։ Լրատվամիջոցների տեղեկություններով կա նաև 2 տուժած։ Իրանը միջնորդ Պակիստանին է փոխանցել երկարաժամկետ հրադադարի քննարկման նոր առաջարկի տեքստը։ CNN հեռուստաալիքը հղում անելով սեփական աղբյուրներին ու հետաքննությանը հայտնել է, որ Իրանի հարվածների հետևանքով ամերիկյան առնվազն 16 ռազմաբազա շարքից դուրս է եկել, դառնալով շահագործման համար ոչ պիտանի։ Այդպիսով Ամերիկայի Միացյալ Նահանգների Պարսից ծոցում ունեցած ռազմաբազաների մեծ մասը փաստորեն խոցվել է, հայտնել է հեռուստաալիքը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում պատվիրակություն գործուղել Իսլամաբադ Իրանի հետ բանակցությունների։ Ստամբուլում մայիս 1-յան ցույցերի դուրս եկած մարդկանց հանդեպ արցունքաբեր գազ է կիրառվել, տասնյակ մարդիկ են ձերբակալվել։ Ցույցերը կազմակերպվել են այն բանից հետո, երբ իշխանությունները փակել են քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակը։ Նյու Յորքից Մայնի Ֆրանկֆուրտ թռիչքի ժամանակ կորել է պարոն ոչ ոքն ընդդեմ Պուտինի ֆիլմի ստեղծողներից Պավել Տալանկինի Օսկար արձանիկը։ Ֆիլմի համահեղինակ Դեվիդ Բորենշտեյնի խոսքով ապրիլի 29-ին Տալանկինը ժամանել է Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայան, որտեղից պատրաստվում էր թռչել Գերմանիա։ Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել Տալանկինին արձանիկը տանել ձեռքի ուղեբեռում, նշելով, որ Օսկարը կարող է օգտագործվել որպես զենք։ Ի վերջո, Օսկարը դրվել է արկղի մեջ եւ ուղարկվել Lufthansa-ի չվերթով, որով ճանապարհորդում է ռեժիսորը։ Սակայն արկղը չի հասել Ֆրանկֆուրտի օդանավակայան։ Lufthansa ավիաընկերությունը ներողություն է խնդրել Տալանկինից եւ պատրաստ է նրան հանձնել հեղինակավոր արձանիկը։ Lufthansa-ն նաեւ հետաքննություն է սկսել։ Բանգլադեշում հայրը պառկել է ռելսերի արանքն ընկած որդու վրա, մինչև գնաց քնանցնի գնա։ Երկաթուղու ղեկավարը հայտնել է, երկուսն էլ ողջ առողջ են։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։